Եվ Սամվել Հովհաննիսյանի վերջին հարցը մեր տարածաշրջանում որոնք են Ռուսաստանի եւ Թուրքիայի ընդհանուր շահերը։ Արդյոք Ռուսաստանը կարող է զարգանալ մնալով կտրված եվրոպական երկրներից եւ համագործակցելով թուրքալեզու երկրների հետ։ Այսօր որևէ մեկը չի կարող զարգանալ առանց համագործակցելու, Եվրոպա ասածը ավելի լայն առ, ասենք առանց համագործակցելու արևմուտքի հետ։ Ասենք Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա դա այսօր համարյա միասնության մեջ է, որտեղ բոլոր առաջադիմական տեխնոլոգիաներն ընդեղ են։ Այսինքն նույն Չինաստանը, որ հսկայական բան է արտադրում ըստ էության, ինքը տեխնոլոգիա ստեղծող չի առայժմ։ Համեմատաբար ավելի դառնով առաջ գնացած է Ճապոնիան եւ Հարավային Կորեան եւ իմիջիայլոց այս երկու երկրներն են, որ ամերիկյան վերածնունդ Samsung iPhone մրցակցությունը թեկոս։ Հա, բայց Հարավային Կորեան զարգացավ, որտեղ ամերիկացիք եկան, հաստատվեցին եւ զարգացան Ճապոնիայի, Հյուսիսային Կորեայի հետ շատ օրինակային։ Հետևաբար, նույն Թուրքիայի զարգացումը, այստեղ Թուրքիայի մասին է խոսքը։ Թուրքիան մեծ առաջընթաց է ապրել վերջի 20 ամյակում կամ 30 տարվա մեջ եւ բոլորը ձեզ կարող են բոլոր թուրքագետները, թուրքամապրողները վկայեն, որ դա տեղի ունեցավ հատկապես Օզալի ժամանակ եւ երբ որ Թուրքիան բացվեց Եվրոպայի համար, այսինքն սկսեց Եվրոպայից ինչ-որ տեխնոլոգիաներ, բաները ընդունել, սարքավորումներ եւ հաշվի առնելով շուկայի մեծությունը, ինչ-որ չափով նաեւ կրթության բարձրացումը եւ սփյուռքաթուրքերի վերադարձը Թուրքիա, թուրքաթուրքերը ինչ-որ դա առաջընթաց ապրեց։ Եվ նույն Թուրքիան չմոռանալ, որ դեռևս 62 թվականից բախում է Եվրոմիության դուռը, ուզում է Եվրոմիության անդամ դառնա։ Հիմա ինչու՞, որտեղ լավ հասկանում, որ ապագան այնտեղ է։ Հիմա ո՞րն է ընդհանուր շահը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Ռուսաստանը փորձում է պարբերաբար սիրաշահել Թուրքիային հակաարևմտյան հետառումով, բայց լայն առումով Թուրքիան լավ է հասկանում, որ Ռուսաստանը չի կարող արևմուտքին փոխարինել իր համար։ Ռուսաստանը կարող մի առևտրային գործընկեր, բավականին արդեն 20 միլիարդի է հասնում իրենց ապրանքաշրջանառությունը, Պուտինն ասում էր կհասցնենք 100 միլիարդի ատոմակայանների այդ ամբողջը բանը, որտեղ է իրան շահը։ Իրան շահը հետևյալի մեջ է, որ Ռուսաստանը Թուրքիայի միջոցով ուզում է ազդեցություն օգտագործել միջին արևելքի վրա եւ թուրքախոս ժողովրդների վրա եւ իսլամական աշխարհի վրա։ Չմոռանանք, որ Թուրքիայում է եղել Թուրքիայի սուլթանն, նա եղել սուլթան խալիֆը եւ աշխարհիկ եւ ոգևոր իշխանց եւ դա հիշողություն ինչեւ դեռ իսլամական աշխարհում մնում է։ Հետևաբար Ռուսաստանը պարբերաբար մեր շահերը զոհել է, իշեն 2021 թվականին, այն ժամանակ ուզում էր հեղափոխություն անել, համաշխարհային հեղափոխություն եւ հիմնական շարժիչ ուժն կարում էր թուրքալեզու իսլամական աշխարհը, հիմա էլ դա չի ուզում է հակարևմտյան տրամադրություններ զարգացնել, պիտի այդպես փոխի, բայց լայն առումով չի կարող սերտ երկարատև, հատկապես երկարատև շրջանում համագործակցություններ, որտեղ վերջում Թուրքիայի հեռանկարային նպատակն է թուրքական միասնությունը որոշակի ինչ-որ ձևով, այո, պանթուրքիզմը մեր տեսանք Նազարբայևի կողմից հստակորեն մայիսի 29-ին հա, հստակորեն տեսանք, այո, եւ այսօր նույն Ռուսաստանի ներսում, այսինքն Ռուսաստանը կրակի հետ է խաղանում, բայց ի վերջո, գիտեք, սա առաջի դեպքը չի, այսինքն որ երկրները սխալ քաղաքականություն անում, այսինքն ըստ էության ի վերջո Թուրքիայի վերջնական նպատակը Ռուսաստանի թուլացնելու քայքայումն է։ Ես ուղղակի մի փոքրիկ իմ կողմից այսպես, մենք անընդհատ Ռուսաստան ասելով մեր մեջ տպավորված է, որ դա ռուսն է, չէ՞, ռուս ազգ, սլավոնական այդ ազգը իր ուղղափառ, չէ՞, քրիստոնյա եւ այլն։ Բայց երևի թե մոռանում ենք պահի տակ, որ Ռուսաստանի մի մեծ տվար զանգված եւ իշխանության մեջ եւ բնակչության հենց թուրքալեզու այդ թաթարական եւ այլ ժողովուրդներն են եւ միգուցե բնազդաբար նրանք համագործակցության են գնում հենց թուրքալեզու այդ իրենց ավելի հարազատ Գիտես, գործոնը կա, այսինքն էթնիկ եւ կրոնական նմանության կամ միասնության, բայց ես չեմ կարծում, որ դա առաջնային է։ Դա առաջնային չի։ Չէ, ես չեմ կարծում, որ դա առաջնային է, այստեղ իմ կարծիքով Ռուսաստանի մեջ ավելի առաջնային է, եթե նայենք կամ հասարակական գիտության մեջ իրրացիոնալ ատելություն արևմուտքի նկատմամբ։ Այսինքն այսօր ռուս միջին մարդը շատ ավելի իրրացիոնալ հակաարևմտյան ինչ-որ մտածողություն ունի, քան քրիստոնեական մտածողություն։ Ցավոք սրտի այսօր Ռուսաստանում շատ քրիստոնեություն շատ թուլացած է։ Այդ սովետական շրջանը,
դա ցույց տվեց իր գործն արեց, բայց նաև այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը ուժեղ քրիստոնեական երկիր էր, ցարական Ռուսաստանը, ցարական բանակը, որտեղ երթվում էին, այսինքն ցար, հայրենիք եւ Աստված, բայց անգամ այդ պարագայում ռուսական բանակը երբ որ Վանը գրավեց 19 թվականին, նույն ծևի նահանջեց եւ հայ քրիստոնյաներին թողելով մուսուլման թուրքերի սրի բերանին։ Այսինքն հասկանում եք քրիստոնյաներն այդտեղ ցավոք սրտի մեր այս մտածողությունը 18-րդ դարի անգամ 19 չէ, այսինքն երբ որ ինչ են հայերն ուզում որ ռուսները գան հարավային Կովկաս, որտեղ մտածում են որ այո, խաչապաշտ ռուսը լինելու է ավելի լավը։ Ավելի լավ է ռուսի սապոգը, քան չէ, այդպես է։ Հա, դե հիմա գիտեք ինչ է, երբ որ մենք ընդդիմությունը յաթաղան եւ սապոգի միջեւ է, միշտ պետք է ընտրել սապոգը, դա լավ է։ Բայց օրինակի համար հիշենք, որ Արևելյան Հայաստանը, որը Իրանի ենթակայության տակ էր, բացառությամբ Շահ Աբբասի ժամանակ, որ բռնագաղթ տեղի ունեցավ, եւ կար այսպես հարկանության ձև այդտեղ շիրմեն, իսկ մասսական ջարդեր երբեք չի եղել, այսինքն Իրանի ենթակայության տակ Հայաստանում ընդհանրապես, այսինքն ոչ թե ներքին ինքնավարությունն է, այսօր երբ որ խոսում են Ղարաբաղի խանությունների մասին կամ Մելիքների մասին, ոչ այդ պասիտները պասիտ իշխանության տակ էին եւ իրանք զորաբանակն են, այն ինչ որ երբ որ Ռուսաստանը գրավեց, հարավային Կովկասը դա չպահպանեց, ըստ էության Ռուսաստանը հարավային Կովկասը գրավելուց հետո ասենց ասեմ, վարչական առումով արին ավելի ցածր մակարդակի բերեց։ Ուրիշ բան, որ Ռուսաստանը ավելի առաջադիմական երկիր էր, քան Իրանը, չենք խոսում Թուրքիայի մասին, բնականաբար հայեր ինտեգրվելով այդ հասարակության մեջ ավելի առաջընթաց ապրեցին։ Ռուսաստանը ավելի եվրոպական երկիր է, բայց այստեղ շատ հետաքրքիր է, թե մենք համեմատություն անենք, հիմա տեսեք մանկաժողովը դեր շիրմեն մանկահավաքը, որ կար Իրանում, այսինքն ինչ է դա։ Դա հայ երիտասարդներին հավաքում էին, իրական աղջիկներին, ասում հարեն տանելու հարցներ, այսինքն եւ շահի եւ սուլթանի եւ այլն այդ բաները կար։ Եվ ինձ համար դա կորուստ էր։ Ռուսաստանը դա չէր անում, բայց Ռուսաստանը նույնպիսի մեզանից այսպես ասած արյան տուրք էր հավաքում, այսինքն նույն հայերը գնում էին Ռուսաստան, հա եւ Ռուսաստանում էին։ Այսինքն ինչ տարբերություն մեր կորուստը, այսինքն ուծացման ճանապարհով էր, որը շատ ավելի մեծ թիվ էր կազմում, 100,000-ներ եւ ես կասեմ 80 միլիոններ, որտեղ դա ամբողջ շերտեր է, այսինքն հյուսային Կովկասի հայությունը, որը պարբերաբար բան։ Եթե մենք ազգային տեսանկյունով նայում ենք, ազգամար տարբերություն չկա կորուստի ձևի ա եղել, ել չեմ ասում, որ օրինակի համար ներգրավվելով ռուսական տարբեր պատերազմների մեջ մենք նաև հսկայական մարդկային կորուստներ ենք ունեցել, որ առաջ չենք ունենում։ Հետո պետք է հիշել, որ նաև մեր անվերապահ ռուսամետ դիրքորոշումը մեզ դեմ տրամադրեց նաև մեր հարևաններին, այդ թվում նաև Օսմանյան կայսրությանը, որի ենթակայության տակ ապրում են։ Հիմնականում նրանք այդ պատճառն են բերում, որ դե եթե մենք նայում ենք պատմությանը 1878-ից հետո ավելի վատացավ հայերի վիճակը։ Չէ, այն որ հայերը բոլոր պատերազմների ժամանակ անցել են ռուսների կողմը, փաստ է, չեն կարող ուրանանք։ Այսինքն մենք չենք բռնում, բայց 1805-12 ռուս-թուրքական, 27-29 ռուս-թուրքական, Ադրիանապոլսով, որ նախորդել Բուխարեստի պայմանագրով վերջացավ, Ռիմի պատերազմը 1853-56, 1877-4-ը պատերազմը թե հիշենք 17 տարի, այդ 4-ը պատերազմի ժամանակ էլ մենք անցել ենք ռուսների կողմից։ Չնայած Օսմանյան կայսրության կազմում էին մեծ մասնակցություն։ Հա, ինչու, որտեղ ռուսները մեզ ամեն անգամ խոստանում էին, որ ոնց ասած գազատագրեն, պարբերաբար գրավում էին որոշակի տարածք, մենք պարբերաբար ամեն ինչ ողջունում էինք ռուսներին, հետո մեծ զիջումներ անելով հայաբնակ տարածքներից հանձնելով իրենք Բալկաններում էին ստանում որոշակի տարածքներ, որտեղ բուն նպատակը ռուսների Հայաստան ազատագրել չէր, բուն նպատակը, սենց ասենք, ապաշրջապատել Սերծովը, այսինքն լուծել ռուսների հարցը։ Բաթումի միջոցով զոհաբերեցին, չէ՞։ Այդ արդեն ավելի ուշ, 21 թվականի այդ արդեն բաններ, գուցե հասկանում դրա մասին, դա 21 թվականն, բայց խոսքը նրա մասն է, որ 19-րդ դարում ռուսները նպատակ ունեին Բոսֆորի եւ Դարդանան ռուսները գրավել եւ մենք այդտեղ խաղի մի մաս են կազմում իր բոլոր վատ հետևանքներով մեզ համար։